Դե ասա Փալակ, ինչ տեսակի աղջիկա, սիրուն է, սիրուն չի, մի խոսքով ամեն ինչ պատմի նրա ու նրա ընտանիքի մասին։ Պատմեմ Անտարամ ջան, ամեն ինչ պատմեմ, բայց այս գործը հանգիստ է սիրում, վռազել պետք չի։ Աղջիկը անունը Համեստ է, շատ լավ աղջիկ է, իմ մեծ քեռու Ճպլի աղջիկն է ինքը։ Ճպլի։ Երի անամր չես գում, շատ էլ այդ մարդը գլխին մաս չունի, քաչալա, ուրեմն դի չարախնդած ծիծաղ ես դրա վրա։ Կատակ արեցի, Փայլակ ջան, մի հատ ասա տեսնենք այդ աղջիկը սիրուն աղջիկ է։ Սիրուն, քերի։ Միս Եվրոպան դրա դեմ ղալաթ է արել։ Վահ։ Հա, ու ողջ փուչ կյանքում դու տեն սիրուն աղջիկ տեսած չես։ Իսկ ելքը Փայլակ ջան, խելացի աղջիկ է, կրթված աղջիկ է։ Այ Կարսո ջան, կրթվածն էլ այդ խոսքն է։ 10 հատ պրոֆեսոր կտանի ծովը ծարավ կբերի։ Իսկ ընդհանրապես ինչպիսին է այդ աղջիկը, Փալակ ջան, բնավորությունը, նիստը, կացը։ Անտարամ ջան, մի մարդու անուն որ համեստ լինի, ոնց կլինի այդ մարդը։ Խելոք, համեստ, խոնար, հեզ։ Անտարամ ջան, հետը խոսում ես, կարմրում է երեխեն գլուխի իջացնում աներքև։ Հա, Փայլակ, այդ ինչ աղջիկ է, էդի աղջիկ չի, էդի հրեշտակ է։ Ուրեմն աշխարհում ինչքան մարդկային լավ բնավորություններ կա, այդ աղջիկա մեջ է։ Հենց այդ աղջիկա մեջ է, քերի ջան։ Ու ես էլ հպարտ եմ, որ այդ աղջիկը իմ քերուս աղջիկն է։ Փալակ։ Հաջա։ Իսկ քո քերին տեղյակ է մեր մասին, հա։ Հա, քերուն ասեցի, քերին չեմուչում էր անում։ Բայ։ Հա։ Հետո որ իմացավ Լիպոն մի անգամ ամուսնացած բաժանված է, շատ նեղվեց էլի, բայց անենց օլցի լեզու թափեցի, որ քերին համաձայնվեց։ Ինձ էլ քերին գարանտ ա դրել, որ հանգարց այդ աղջկա հետ մի բան պատահի, ես եմ պատասխանատու։ Լավ էլի Փայլակ, լավ էլի։ Այդ աղջկա հետ ոչինչ չի լինի, մենք վայրենի ենք, ինչ ենք։ Դու են ասա, քո քերի Ճպլը, թույլ կտա, որ Լիպարիտն ու Համեստը հանդիպեն իրար։ Հա, կհամաձայնվի, քերին ասած հենց վաղն կարա գաք նշանը դնեք, խոսքը ուզեք, ամեն ինչ տեղին անի։ Սպասի Փալակ, դի չա նշանակում հենց վաղը կարող է գան, խոսք ուզելու մատանին են դնեն Համեստի մատը։ Անթարամ ջան, ասում եմ, քանի շուտ է, գնացեք այդ աղջկան ձեզնով արեք, քանի ուրիշը չի տարել։ Բա ամեն օր ասում էիք մի հատ լավ աղջիկ ճարի, մի հատ լավ աղջիկ ճարի Լիպոյի համար, հենց ճարել եմ, ես Գարսևան ամեն օր չեր ասում, հենց նազուտուզ եք անում։ Միրը, Փայլակ, մենք նազուտուզ չենք անում։ Դու իհարկե ճիշտ ես։ Մենք Լիպարիտին ուզում ենք շուտ ամուսնացնենք, որ նա շուտապույտ կերպով մոռանա Զիտային։ Ուղղակի ասում ենք, բա Լիպարիտն ու այդ աղջիկը մի հատ չհանդիպեն, իրար չծանոթանան, այդպես ոնց կլինի առանց ծանոթանալու։ Լսի Գարսո, կարող է քեզ թվում է, թե իմ քերու աղջկա մակարդակը ձեր ընտանիքի մակարդակից ցածր է, հա։ Ստեղ մակարդակի հարց չկա, Փալակ։ Ուղղակի չլսված բան է, երեխեք առանց իրար տեսնելու, հանդիպելու միանգամից ամուսնանան, հոգարի դարում չեք ապրում։ Այ մարդ այդ ամեն ինչի ես կկարգավորեմ, աղջկան կբերեմ մեր տուն, Լիպոյը կանչեն կգան իրար կտեսնենք, կնստենք, խոսենք, ծանոթանան։ Հեր ձեր տուն, մեր տուն բեր, որ բոլորս տեսնենք, կամ կհավանենք, կամ չենք հավանի։ Լսի քերի, կարող է ձի եք առնում, որ բերեմ հերթով քշեք կամ կհավանենք կամ չեք հավանի։ Դու գիտես ինչ աղջիկ է։ Ինչ աղջիկ է։ Գիտես, այսքան տարի ինչի չի ամուսնացել։ Դու դրա հերանես խիստ է, մինչև մի չի թողել ոչ մի տղի հետ այդ աղջիկը հանդիպի։ Դու հնե չեր թողի։ Եթե ես չլնեի մեջտեղ, այ հա։ Լավ, Փայլակ ջան, մենք ընդունում ենք քո ջանասիրությունը։ Դու այնպես արա, որ Համեստը գա ձեր տուն, մենք էլ Լիպարիտին կուղարկենք ձեր տուն, թող իրար հետ հանդիպեն, իրար հետ ծանոթանան, խոսեն, զրուցեն։ Հա, այդպես էլ կանեմ։ Անթարամ ջան, այն տորմեն ինչ լավ է, մատ հոտանգելակիցս։ Չունես տորմա, պրծելա։ Այ մատ հոտանգելակիցս փորս 6 անով եկած տորմեն բեր, Անթարամ ջան։ Մի հատ նարդի խաղացեք, մի քիչ զրուցեք, հեսա սեղանը։ Հա, Անթարամ ջան, սեղանը գցի։ Նարդի չունենք մենք, ջարդվել է, զարերը կորել է, հելերը կորել է։ Սուս մնալի, չագերը չես կարում սուսնաս մնալ։ Վայր մի մարդը դու։ Քո մարդը դու։ Երջանիկ, զուրջ խմեք։ Так, асетрина, вот.
Ինձ թվում է, որ մոտ $600 Ջանին սուրճ եմ դնում քեզ դնեմ։ Да, դիր и, пожалуйста, էլի քաղցր չլինի։ Մամ պապայի հետ խոսել ես։ Да, конечно, խոսել եմ, ջանա։ Ու ինչ ասեց երբ ակալով։ Знаете так, ուրեմն կուտիկը կգա։ Մեկ максимум 2 ամսից։ И знаешь почему? Потому что մեր papan որոշել է, որ մի քիչ փող հավաքի, որպեսզի գա ու քո հարսանիքը ճոխք իրականացնենք։ Вот ցուցակը գրում եմ медленно, но уверенно։ Մամ, բայց իսկապես պապան համաձայնվել է այդ մտքի հետ, որ ես ու կնյազը պետք է ամուսնանանք։ Ну, ой, господи. Ну, папан, конечно, համաձայնվել է։ Դե դու լավ գիտես, որ ես ու papan, Կարինա ջան, ոչ առաջ, ոչ հիմա կնյազին չենք ընդունում եւ չենք սիրում, բայց մենք կանցով հասկացանք, որ ձեզ իրարից բաժանեն անհնար է, так что все остальное зависит от вас. Музи-пузи, ты розочка моя. Ой, тап-тапацная ты моя. Ладно, продолжим потом. Икра красная, черная, баклажановая. $1000. Ну, хватит, да? Ой, Занга, сейчас! Карина, ты кофе наесть, дура бацая. Привет, Цацатын. Зита, Гита, это ты? Այդքան փոխվել եմ, որ չճանաչեցի արդեն։ Нет, просто ինձ համար անակլկլ էր։ То есть, ուզում ասեմ, սյուրպրիզ էր, ես չէի սպասում, ներ սանցի։ Да, конечно, господи, проходи։ Вот, Կարինա, տեսում եկել մեր տուն։ Կարինաչկա ջան, քեզ են լցրու։ Եվ միրգ կհյուրասիրես։ Զիտ փաստորեն հաստատ որոշել ես, որ վաղը գնում ես Գերմանիա Տիգրանի հետ։ Հա, կարճան, վաղը երևի կգնամ արդեն, ու չգիտեմ դեռ ինչքան ժամանակով։ Դե տեսնենք, դրա համար ասեցի գամ ձեզ տեսնեմ, վերջի անգամ, այլ ես իմ երբ կամ ինչ իմանամ, չգիտեմ։ Да, Зита, Гиточка моя, знаешь, у меня вопрос такой интересный, хотя, если секрет, то короче потасханель. Если мне харцунем с твоим новым парнем, ты счастлива, да? Ծույց Սաթենի, գիտեք, ես հիմա էլ երջանկության մասին չեմ էլ մտածում։ Հա, չեսնը, հիմա գիտեք ամենակարևորը, նենց մեկը լինի, որին վստահեն, որին շատ սիրի, ու կյանքը առանց ցնցումների անցնի, ես արդեն հոգնել եմ։ Господи, ну, я не знаю, лично я, օրինակ, ես չեմ կարող ապրել մի մարդու հետ, որին ես չեմ սիրում։ Մամ լավ ինչից վերցրեցիր, որ Զիտան չի սիրում Տիգրանին, իրանք դեռ նոր են ծանոթացել, դեռ ամեն ինչ առջևում է։ Կարինիչկա մաման ճիշտ է։ Ես Տիգրանին չեմ սիրում, ինքը դա լավ գիտի։ Պարզապես ես մտածում եմ, որ սերը մենակ քիչ է լավ ընտանիք կազմելու համար։ Օրինակ կան ավելի կարևոր բաներ, կարևորը հասկանանք իրար, вստահենք։ Հետո սեր ինձ թվում է ինքն կգա չէ ժամանակի ընթացքում։ Мой, друг мой, так трудно в наши времена быть женщиной. Да, ты открой. Потому что, Джана моя, мужчины любят добрых дур. К сожалению, я не знаю, почему это все так. Вот, она тоже дура. Я не понимаю. Клянусь. Господи. C'est la vie. Ես եկես քաղցրես։ Իսկ ինչի չես զանգել գալուց առաջ։ Սուրպրիզ։ Ուրախ չես որ եկել եմ։ Չեք ես ուրախ եմ, բայց հիմա մի քիչ անհարմար է։ Ինչն է անհարմար, ինչ է եղել։ Կնես հասկանում ես ինքը Կնես հասկանում ես որ իմանաս ով մեր տանը չղայնանաս։ Հետո բա որ։ Князь, откуда инка гнала останется, инка եկել մեծ հրաժեշտ։ Князь, спаси, князь. Так что не волнуйся, все будет хорошо, Бог береженного бережет. Ой, князь. Ա, ես չեք սպասում։ Բարև կնյազ։ Ես սաղ ինչ գործում է ձեր տանը։ Կնязь, там վաղը գնում է Հայաստանից եկել է հրաժեշտ տա մեզ։ Հրաժեշտորը արդեն դե
Թող է դա, ես իրան չեմ ուզում ստեղ բերամ։ Կնյաս լավ, այդ ինչ տոնով ես խոսում, Զիտան մեր հյուրն է։ Կարպետ չի բարախոսել, մեկ այս հիմա գնալու եմ։ Ստոպ։ Ուրեմն այսպես, այս տունը կնյազի տունը չի, որ կարողանա ինչ հրամաններ ուզենա արձակել։ Այս տունը իմ տունն է եւ այստեղ, այս տանը նման կերպ չեմ վարվում հյուրերի հետ։ Կնյազ, как тебе не стыдно? Իը։ Что? Հələ մի բան էլ ես պետք է ամաչեմ, հա? Ես աղջիկը սա Հայաստանում մեկ աղբորս խայտարակ արեց, մեր ընտանիքը խայտարակ արեց, մի ուզում եք, որ ես իրան գրկաբաց ընդունեմ, հա? Մի հատ է ծաղայքներով չտանեմ այրոպորտ։ Մի քիչ չի իր համար, հա? Ես ձեր ընտանիքը խայտարակ չեմ արել։ Հա հիմարություն եմ արել։ Բայց ես Լիպոյին չեմ դավաճանել, կնյազ։ Հա դե չես դավաճանել, դու շատ հավատարիմ ես։ Այնքան հավատարիմ ես, որ հələ չբաժանված նորից ամուսնանում ես։ Կնյաս վերջացրու, անհարմար է, Զիտան չի եկել մեր տուն արդարանալու, ավելի լավ է վեր կաց գնանք ես ու դու մի քիչ ման գանք։ Հանգիստ, ես ոչ մի տես չեմ տալու, թող ինքը դա։ Стоп, я сказала. Զիտա գիտեմ ոչ մի տեղ էլ չի գնամ։ Okay? Ծոց սատեն պետք չի հա վիճել, ես պետք է գնամ գործեր ունեմ, գնամ իմ կիսատ գործերը ավարտեմ, որովհետև վաղը ճամփա եմ գնալու։ Շատ շնորհակալություն Կարինա ջան։ Пока, ծոց սատեն, ստեսին։ Ладно, пока, Джана моя. Будь счастлива. Կզանգես չմոռանաս մեզ։ Пока, Ես կճաներ բարեմ քեզ։ Ой, господи, ой, князь, ой, блочик, какой же ты тупица. Ну, ասել է, հա։ Положи там на место. Հատ կոֆե չխմենք, ժողովուրդ։ Քաղցել։ Ասո։ Այսօր առավոտը գնացել էի համատիրության գրասենյակ։ Այն մեր նոր քարտուղարուին նանարը քեզնից շատ դժգոհ էր, գիտես։ Չհասկացա, նանարին ինչ եմ արել, որ էլ մի հատ էլ ինձանից բողոքում է։ Դե Գարսո ջան, գիտես ինչ, ջահել աղջիկ է։ Ուզում եմ որ մի քիչ լավ վերաբերվես, ուզում եմ շեֆը իր հետ քաղցր խոսի, մի քիչ ջանուղուրբանով խոսա, էլ այ մարդ։ Լսի, Փայլակ, ես ունեմ իմ աշխատանքային պրինցիպները եւ չեմ պատրաստում դրանք փոխել։ Իսկ նանարը իրեն այնպես ազատ է պահում, կարծես թե ոչ թե գալիս է աշխատանքի այլ ժամադրավայր։ Լավ, դες մի ոգևորվի։ Դու ջահել աղջիկ է, ինքն իր հետաքրքրությունները ունի, ուզում է իր շեֆը, այսինքն դու։ Մի քիչ իր հետ լավ վերաբերվես, էլի որ ինքն ոգևորվի, լավ աշխատի, Գարսո ջան։ Մի օր վեկալ, տար մի հատ սրճարան, նստեք կոֆե խմեք, իրար հետ մոտիկից ծանոթացեք, մի քիչ շփվեք։ Գարսո, բայց լավն է նանար, էլի, չէր ուզի հետը։ Վերջաս։ Անհարմար է, դու արդեն չափանցնում ես։ Ես իմ աշխատանքային ընկերների հետ երբեք սերտ հարաբերություններ չեմ ունենում, հասկացար։ Դու ավելի լավ է ասա, Լիպարիտա այդ աղջկան երբ է տեսնելու։ Գարսո ջան, ոնց որ խոստացել է, իրենց էլ կանենք։ Վաղը կլինի աղջիկը մեր տունը։ Կզանգեմ Լիպոն կգա մեր տուն կտանա աղջկան։ Հա, դե լավ է։ Էլ հավեսս փակավ։ Ես պիտի գնամ թաղապետարան գործեր ունեմ։ Հիմա քեզ կիսա թողումն արդեն։ Ժամանակ չկա։ Լավ, գնա։ Երեկոյան հանդիպենք։ Ահա, գնա, հաջողություն։ Գնա, հիմա։ Դու էշնիչ գիտի, նուշնինչա։ Լիպո ջան, սովաչես, հաստնեմ ուտես առավոտից բան չես կերել։ Չէ, մամա, խորժակ չունեմ։ Բա այդ Փայլակը երբ պիտի զանգի, որ գնամ այդ աղջկան տենամ։ Փայլակն ասեց, որ մի ժամից կզանգի։ Փայլակն ասում է, որ այդ աղջիկը շատ տեսքով, տեղին աղջիկ է, անունն էլ Համեստ։ Ինչ, Համեստ։ Հա։ Ինչ էլ անուն են տվել։ Լիպո ջան, մի հատ լավ ուսումնասիրես այդ աղջկան, հա կտնտղես, կխոսացնես, հանկարծ մոտը չամաչես, հա։ Չէ, ինչ ամաչեմ, մամա, ես երեկո երեխան չեմ։ Ինձ չի հետաքրքրում ոչ սիրունությունը, ոչ էլ մնացած բաները։ Մենակ մի քիչ սիրտս կպնի այդ աղջկան կամուսնանամ, ոնց որ ձեզ խոստացել էի։ Լիպո ջան, եթե դու մեզ հանգստացնելու համար ես ամուսնանում, պետք չի մի ամուսնացի։ Ուզում եմ իմանաս, որ մենք այդ ամենը քո համար ենք անում։ Վերջին խոսքը դու պիտի ասես։ Չէ, մամ, իրոք ուզում եմ ամուսնանալ։ Ուզում եմ Զիտան ինչքան հնարավոր է շուտ մոռանամ։ Ու Զիտան այսօր այդ տղայի հետ գնում է Հայաստանից։ Երևի այդ կօգնի, որ ավելի շուտ մոռանամ։ Երևի չէ, հաստատ։ Եթե Զիտան մի քիչ ամոթ ու աբուր ունենար, նորից ամուսնանալու մասին չէր մտածի։
Նման քալի դիմում ամենակ այն կինը, որի համար մեկա թե ինչ ամուսին ունի։ Երևի դու ճիշտ ես, մամ։ Լավ հոգնած եմ։ Մի քիչ պարկեմ հանգստանամ, փայլակը որ զանգի զենք կտաս։ Հալիբու ջան, դու հանգստացի հենց փայլակը զանգից ես կզենք տա։ Ում եք ուզում ընկերուի։ Ճանաչի։ Ես քո քերու ճպլի աղջիկն եմ համեսնեմ։ Աղջի համես դու ես։ Հա։ Ես ինչ ակու վիճակ աղջի։ Չամոր։ Ես կասեմ դու։ Այ լավ։ Դու վիճակ աղջի բերել եմ սակապակես։ Դու ես ասել եմ որ կարքին համես տաբուրով օջախի աղջիկ ես։ Սենց ոնց որ գյորնապշտի կնես։ Ինչ ես ոգեվորվել։ Ոգեվորվել եմ որտեղ այդ մարդկանց ասել եմ համես, օջախի, աբուրով, հաղալկատնագետ, միամիտ աղջիկա։ Ես քեզ որ տենեմ ոնց որ գյորնապշտի կնես, քեզ ով կարնի աղջի։ Իսկ պեկսը չի։ Ոնց է պետքը չի։ Չի։ Քու պետքը չի։ Հորը որդ պետք է դա։ Հենց մի գնում ես բաղնիկ։ Այդ երեսին գաջը քերում ես, բազերի ձևը փոխում ես։ Շորը փոխում ես գարի կայնում ես դեմս։ Հասկացան։ Չէ, որտե ոչ մի շոտ չունեմ հետս։ Գնա շորերից մեկ ջորի ատուտա։ Պարասի վայլանդակի մեկը։ Դու ինչ է աղջի ուշացար։ Պետացի գալիս են վայշ։ Լավա։ Հա, համես ջան, այ ապրես։ Այ մի եղար իսկական օջախի, խելոք, տան աղջիկ։ Նայում քեզ քեֆս գալիս է, համես ջան։ Ինչն է լավ։ Նայում այլում եք զզվելս գալիս է։ Այդ բալիկ ջան, մի քիչ ես զզվի, բայց զատո կամ ուստանաս դու։ Լսի ուշադիր ինչ եմ ասում։ Համի պետք է զանգեմ լիպոն կա, լիպոն որ կա, կարող է պրովոկացիոն հարցեր տա։ Դու անձած չխոսես հանգարց։ Դեռ կդրես ուս կմնաս։ Ես քու տեղը կխոսեմ։ Սպասես զանգեմ գա։ Դու միցա մի վաղ։ Ալո, Անթարամ ջան։ Ա ես եմ, փայլակն է։ Լիպոն տունն է Անթարամ։ Հա, հարսը մեր տանը իրան է սպասում, ասա թող շուտ գա։ Մենակ թե շուտ գա։ Եղավ Անթարամ ջան։ Լիպո ջան, Լիպո ջան, փայլակը զանգից ասեց այդ աղջիկ եկել Այրանստան արդեն քեզ է սպասում։ Շտապ գնաս։ Հա, մամ, ես այլն եմ լվացվում, թարմանամ ու գնամ։ Դե շուտ արա տղա ջան։ Հա։ Չեմ հասկանում, մի ժամա սպասում եմ։ Դա համբերի էլի բալիկ ջան կգա էլի, վռազողի մեր տղա չի բերում։ Դու աննորմալ ես ինչ ես անում աղջի։ Դու ես ասել եմ պետք է օջախի աղջիկ գաս տեղես պաբիրոս ես քաշում, դու ստեղել ես։ Դեռ մեզ չերիկում ուզում եմ ծխեմ, մի ժամա չեմ ծխել։ Աղջի բերենք տեղը ասում եմ էլի։ Հերա, լիպոն եկավ գնամ բերեմ ես։ Բարև փայլակ ձեր, կարելի է։ Բարև Լիպո ջան, իհարկե կարելի է։ Այդ տղա։ Արի ներս։ Եկել ես հասնատես ես քնձարոտ ծաղիկն ես բերել։ Դու կանյակը ուրա, բամբաներկեն ուրա, դադարք բերես կացե եկել ես, հա։ Փայլակ ձեր ճիշտն ասած մտքովս չանցավ։ Դու այդ տղա մտքովդ չանցավ զանգերից կասե ինչ պետք է բերես։ Լավ, մյուս գալուց կբերես։ Արի հասնացում քեզ ասպասում, արի, 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 արի,